ավանդույթներով հարուստ տոն է, բայց մի փոքր վերադառնանք մասունքի ակունքներ, եթե խոսենք մասունքի գործունեությունից, երբ է ծնվել մասունք ազգային համույթը, կարելի ասել երկի եւ բարի, եւ ինչ գործունեություն այս պահին ծավալում։ Մասունքը ծնվել է երբ որ մենք էինք նոր ծնվել, եթե ծնունդից գանք, 1980-ական թվականներին Ժող ինստիտուտի կազմում այսպես ինքնագործ խումբ էր Սիրազնիկ Հարությունյանի եւ Հարյան Ռուդիկի ջանքերով ստեղծված։ Հետո արդեն դադարներով 2011 թվականից արդեն ես ու Լուսինեն ենք համաղեկավարում խումբը եւ ապրում ենք մինչեւ հիմա։ Մասունքը շատ կարեւոր առաքելություն է իրականացնում, նախ պահպանում, երկրորդ ներկայացնում է ազգային ավանդույթները, երկի բարի միջոցով եւ ընդհանրապես տարբեր ծիսական ներկայացումների այս դեպքում հետաքրքիր է որն է ձեր ամենասիրելի հատվածը, եթե խոսում ենք Վարդավառի տոնի մասին, ինչպիսի ավանդույթներ ունի, որը իսկապես ժողովրդի ծոցից է դուրս եկել։ Վարդավառը այն տոներից է, որ ծիսական պատառիկները շատ են պահպանված, շատ հարուստ է ծեսերով, ամենավառ երևի ծեսերից մեկը խնդումի ծեսն է կամ խնդում տոկ տալու ծեսը, դուք եթե չխոսենք էլ արդեն տրամադրություն է հաղորդում մեր ծառը մեզ, սովորաբար Վարդավառին նշանված աղջիկները ցորեն կամ գարի էին աճեցնում, որի մեջ խաչաձև փայտ էին տնկում կամ մի քանի շերտով խաչաձև, մեր դեպքում մի քանի շերտով է, սա մի փոքր ավելի ոճավորված խնդումի ծառ է, 21-րդ դարի ժամանակին իհարկե ձեռքի տակ ինչ եղել է ու մենք հաճախակի նաև այդպես ենք անում, չենք նայում պարտադիր մեր խնդումի ծառը մեզ հետ լինի, նոր խնդում պատրաստենք, չէ մեր ձեռքի տակ ինչ ընկնում է, մեր նախնիների սովորույթի համաձայն այդպես պատրաստում ենք, խաչաձև տնկում են եւ զարդարում են անպայման վարդերով, խնձորով, տանձերով եւ վարունգներով։ Սա խնդումը խնդության խորհուրդը ունի եւ բերում էին Վարդավառի ժամանակ պարահրապարակ շուրջը երգում, պարում էին բավականին երկար եւ սա հսկում էր տարիքով մեծ ավագ մի կին ու երիտասարդ տղաները անդադ պայքարի մեջ էին գտնվում, որպեսզի շուռ տան ու բաժին վերցնեն այդ խնդությունից իրենց։ Քանի որ խնդումը պատրաստում էին աղջիկները, համարվում էր, որ դա հենց աղջիկներինն է։ Դրա համար տղաները պայքարում էին բաժին ունենալու համար։ Մենք իհարկե այստեղ տաղավարում ցույց կտանք դա ինչպես է լինում։ Այո։ Եվ ավագ կինը մեռնող դեպի մայրամուտ գնացող բնության բուսականության խորհուրդ ունի, իսկ երիտասարդները արդեն նոր սերնդի, նոր տարվա խորհուրդ ունի եւ բնականաբար պայքարի մեջ պիտի հաղթի նորը, հակառակ դեպքում չի լինի կյանքի շարունակությունը, մեր հավերժությունը։ Հավերժության գաղափարը այսպես խնդությունից մինչև բաժին չհասնի նաեւ տղաներին, հավերժություն չի լինի։ Իհարկե։ Շատ հետաքրքիր է խնդումի նման այլ ինչ հետաքրքիր բաներ մեզ կպատմեք, ինչ ավանդույթներ, այո, ծեսեր կամ որոնք մինչև մեր օրեր ամենազվարճալի պահը, որ պահպանվել է, բաժինը ձեզ է գալիս։ Հաճելի, շատ հաճելի, տեսակ եթերի ոտքով եկավ։ Չհասցրեցին։ Խնձորը նաև ամուսնության խորհրդանիշ ունի, որտեղ երիտասարդ տղաները խորոված խնձորներ էին նվիրում իրենց սիրած աղջիկներին, եթե աղջիկը ընդունում էր, իհարկե չամուսնացած տղաների մասին է խոսքը, եթե սիրած աղջիկը ընդունում էր, դա նշան էր, որ ընդունում է ամուսնության առաջ, իսկ եթե ամուսնացած է, ու խնձորը եկել է քո մոտ, այսինքն երկրորդ անգամ է Պտղաբերությունը երկրորդ անգամ է զավակ ունենալու։ Ես շատ ուրախ կլինեմ այդ բանը։ Շատ լավ, ինչ պատմական արմատներ ունի ընդհանրապես Վարդավառը, մենք քիչ առաջ, ձեզնից առաջ Տեր հոր հետ խոսում ենք եկեղեցական տոնի խորհրդի մասին, բայց գիտենք, որ Վարդավառը դեռ հեթանոսական ժամանակներից մեզ է հասել, եկել պահպանվել, որը որ հեթանոսական նկրտումներ ունի եկեղեցին հանել է, որը չէ, բայց մենք խոսում ենք ժողովրդականության մասին, հետաքրքիր է ինչ պատմական արմատների մասին խոսեք Վարդավառի մասին։ Ընդհանրապես Վարդավառը ուխտագնացությունների օր էր համարվում, ուխտագնացությունների
տոներ կամ հրավառություն մեր տերմիններով ասած ժամանակակից ու մարդիկ հիմնականում գնում էին ջրի ակունքների մոտ, գնում էին սարերը նշելու սա էլ ինչ որ չափով կապվում է ավելի խորը արմատների հետ, հա, նշելու վայրը որտեղ է։ Այո, այրեպ ես ուզում եմ հենց դրա մասին խոսել տարբեր գավառներում, օրինակ մեզ մոտ, մենք հիմա դրան մարզեր ենք ասում, բայց վստահ եմ, որ տարբեր մարզերում ժողովուրդները այլ կերպ են նշել տոնակատարությունը։ Իհարկե, շատ տարբեր են նշել, նույն խնդումը, որ տարբեր եղել։ Տավուշի մարզում մի փոքր հիմա էլ մինչև հիմա։ Այո, Տավուշը դե հոյակապաշտում են ավանդույթը տոնը ընդհանուր առմամբ նույն օրինակ խնդումը Ագուլիսում էր տարածված ոչ բոլոր շրջաններին էր հատուկ բայց կան նաև ընդհանուր գծեր բոլոր շրջանների համար օրինակ խնձորը համարվում էր խնձորի օրհնության օր էր համարվում ու մինչև խնձորի պաս էին ոնց որ խաղողը չենք ուտում մինչև խաղող օրհնեք այդպես խնձորն է եղել եւ Վարդավառի գիշերը խնձոր են խորովել կրակի վրա հատուկ եւ այդպես ճաշակել խնձորի նաեւ պատրաստում էին ցորենի հասկերից խաչբուր սրանք հիմնականում կնոջ կերպարուն էին ու որոշ ազգագրագետներ նաեւ դա կապում են հենց Անահիտ Աստվածուհու պաշտամունքի հետ կապված որպես մնացուկ, այսպես ասեմ։ Եվ նվիրաբերում էին եկեղեցիներին, որպեսզի օրհնված բերք ունենան, Աստված առատ աչքով նայի ժողովրդին։ Այո, բացի այդ նաև օրհնում էին ցորենի հասկերը, դա էլ շատ կարևոր բան էր, որ արդեն արտերը հասունացած էին լինում եւ ցորենը տառնում էին օրհնելու, մորեխներից ազատելու, կարկուտից խուսափելու նպատակով։ Մենք խնդումի վրա տեսնում ենք վարդեր եւ տոնն էլ վարդավառ։ Ինչ խորհուրդ ունի վարդը հենց ընդհանուր տոնակատարության հետ։ Էլի մեր Անահիտ եւ Աստղիկ Աստվածուհիների հետ են հիմնականում կապում վարդի արկայությունը, բայց բացի վարդից ընդհանրապես համարվում էր նաեւ ծաղիկ նվիրելու օր։ Միմյանց ծաղիկներ էին նվիրում, իհարկե սարերից հավաքած փնջերն էին, նույնիսկ խաչափնջեր էին պատրաստում, խաչաձև, այո, եւ նետում էին տանիք, գուշակություններ էին անում, թե որ կողմ են հարս գնալու։ Մենք մի շատ գեղեցիկ ավանդազրույց կապված հենց վարդի հետ, որը գուցե նորամուտ նոր ստեղծված ավանդազրույց է, երևի մի 100 տարվա պատմություն կարող է ունենալ, բայց ամեն դեպքում ժողովրդական ավանդություն է, որ հասել է մեզ, քանի որ տոնը գալիս է նախաքրիստոնեական շրջանից, հեթանոսության շրջանից եւ սիրո տոն է համարվում, մեր 4 սիրո տոներից մեկն է Վարդավառը, շատ սիրո տոներ ունենք փաստորեն մենք, մեկը չի միայն Սուրբ Սարգիսը չի, նաեւ Համբարձումն է, նաեւ Վարդավառն է, այո, եւ պատմվում է, որ երբ հարսանեկի ժամանակ Աստղիկն ու Վահագը ամուսիններ են, չէ, համարվում հայոց դիցարանում, ամփույթ է գտնվում եւ ուսի լավաշը ընկնում է եւ Արամազդը հայր Աստված ուղակի դադարեցնում է այդ ամուսնությունը, բաժանում է նրանց եւ նրանք թաքուն հանդիպում են Վահագնի սենյակ կոչված տաճարում եւ Ծիծեռնակը նրանց միացնող լրաբեր թռչուն է լինում եւ ագրավը նախանձում է Ծիծեռնակին եւ Արամազին պատմում է Աստղիկի ու Վահագնի թաքուն տեսակցության մասին եւ մի անգամ էլ Արամազը այդպես հանկարծակի ներս է մտնում եւ տեսնում է գրկախառնվազույգին եւ վախից ու ամոթից Աստղիկը ոտաբոբիկ վազում է եւ փշերը ծակելով արյուն է կաթում եւ արյունից սկսում են վարդեր բուսել լացում է Արամազը նեղվում է որ իր սիրելի դուստրը այդպես արյունոտ ոտքերով վազում է, ներում է նրանց եւ իհարկե նրանք ամուսնանում են եւ հաղթում սերը արցնում են։ Այո։ Իսկ ջրի հետ կապված մի ավանդազրույց ունենք, որը քրիստոնեացված ավանդազրույց է, արդեն Նոյի հետ է կապվում, որ երբ Նոյը իջավ տապանից եւ Ձիածանը ասված որպես ուխտ կապեց Նոյի հետ, օրենք սահմանեց, որ իրար ջրեն իր որդիները եւ սերնդեսերուն շարունակվի, որպեսզի նրանք չմոռանան ջրհեղեղի պատմությունը, մեղքեր չգործեն եւ չհեռանան Աստծուց։
Դե նախ մեր ժողովուրդը իսկապես ունի ֆանտաստիկ տարբեր բազմագույն բազմապիսի ավանդույթներ, սովորույթներ եւ ավանդազրույցներն էլ այս ամենի հիման վրա։ Հետաքրքիր է Վարդավառի տոնի մասով ինչպիսի խաղեր, պարեր, խնդրեմ դուք պատմեք մեզ, ինչ խաղեր, պարեր եւ տարբեր զանազանություններ են տեղի ունենում հենց Վարդավառի տոնակատարությունների ժամանակ։ Մի փոքր առաջ ընկնեմ, ասեմ, որ խաղերից մեկը հենց խնդումի, այո, մենք կտեսնենք, չէ՞, այսօր եթերի ընթացքում այո, Դե նաև Վարդավառի բոլորին ծանոթ ջրոցին մենք բարբերաբար տարբեր մարզերում տարբեր տարիների ունենում ենք Վարդավառի խաղը, տոնակատարությունը մեծ շուկով է նշվում, նշեցին նաև մեր ղեկավարները, որ օրինակ Սյունիքում ճիշտ է, նշվում է Կորնիձորում Սյունիքում այլ կերպ է Տավուշում լրիվ այլ կերպ։ Իրենք ունեն տարբեր եւ իրենք ունեն նշելու տարբեր այսպես ավանդույթներ, որ մի փոքր տարբերվում են, բայց շատ հետաքրքիր են։ Մեր աշխարհագրությունն է մեծ։ Հյուսիսից հարավ այդ առումով շատ մեծ է մեր աշխարհագրությունը եւ մեր նպատակը այո ամբողջ մշակույթը արթուն պահել ու փոխանցելու տարբերակով պահել եթե չդառնանք կրողը բնականաբար մշակույթը չի փոխանցել չենք կարող բնականաբար կարևոր է այս դեպքում կենթանի պահելը օրինակ Նայրայի դեպքում իրականում մի փոքր կարող է շեղվեմ Վարդավառից բայց խմբի հետ կապված խմբի անդամները տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են, անգամ մշակույթի հետ կապ չունեցող մարդիկ են։ Իհարկե մի արվեստի էսպես ասեմ, հա մշակույթը լայն է, իրականում մշակույթը լայն է, այս բանը սա էլ է մշակույթ, որ խոսում ենք մենք։ Նայրան մասնագիտությամբ թողասի ու որտեղից որտեղ է հայտնվել մասունքում եւ ինչ է մասունքը մասնագիտությամբ սոցիալական մեդիա մասնագետ եմ, աշխատում եմ մարքեթինգի ոլորտում երկար ժամանակ եմ, բայց ինքս էլ չեմ հիշում ոնց հայտնվեցի մասունքում, բայց շատ ուրախ եմ։ Երբ գաղափարակից ես ազգայինի դրա պահպանելու բոլոր ճանապարհները տանում են դեպի մատեղ մասը։ Հավաքված են բոլոր գաղափարակիչ, որտեղ ինքը գաղափարակիր խումբ է։ Եվ ինչ լավ է, որ դուք գաք եւ հրաշալի է այսպեսին։ Այո, այդպես է, որովհետեւ հավաքվել ենք։ Եվ մասունքի վերջո, այո, պահպանում եւ տարածում եք այն ավանդույթները, որոնք մենք ունեցել ենք ու մենք հնարավորություն ունենք նաև ձեր միջոցով դրանք փոխանցել հետագա մեր գալիք սերունդներին։ Ես անհամբեր եմ։ Սկսենք։ Սիրով Կարող եք սկսել, բայց մի փոքր էլ զրուցենք։ Ես ուզում եմ դեռ տարբեր հետաքրքիր բաներ բացահայտենք։ Հետո պետք է դադար առնենք, հետո մարդիկ պատրաստվեն մեր հեռուստադիտողների համար։ Տեղափոխվենք նաև կողքով։ Ինչ հասկանալի է։ Ես գիտեի այն ինչ տեղի ունենում այս հատվածում մենք դրա մի համար ամբողջ կազմով ենք, այնպես որ դեռ մեր մասը սիրում է։ Ահա, սա է։ Խնդումի տոկից։ Ընտիր, այո, տղամարդկանց էլ պետք է։ Այո, սրանք իրականում վերջում, որ տղաները գողանում են, այսպես ասած, ստատիկայի աչքը կպնում է ու տղաները գողանում են կամ գուցե եւ չի քնում, բայց գալիս զորով տանում են խնդումը։ Այդ ժամանակ շատ կարևոր է, որ այս ամբողջ պտուղները բաժանվեն ներկաներին, մաս հանենք ներկաներին ու ոնց որ տարոսիկի պես, հա, այդ հաջողությունից, այդ խնդումից օգտվելը կարևոր է նաև ուտելը։ Նուրի ծեսը, կարևոր ծես մոռացանք, անձրևաբեր տիկնիկի ծեսը, տիկնիկը նաև խաղ որպես խաղ, այո, շրջում են տնետու Եվ նուրի համար բաժին են ուզում, մարդիկ զոհաբերում են ամեն մեկ ինչ ունի, որևիցե բաժին տալիս է նուրիի, որպեսզի Աստված նորից լավ ձեռքով նայ, լավ աչքով նայի։ Այլոց այդ զոհաբերություն ասվածը մթերքի տեսքով էր, ուրիշ զոհաբերություն չհասկանանք։ Մատաղի տեսքով ասված այսպես էլի։ Մածուն ձու, այն ինչ որ ցանկացած ստեղծվում է մարդու ձեռքով, կարող է լինել, այո։ Ու մենք հիմա ինչ ծեսի մասին խոսում ենք, բոլորը իրականում իրագործում ենք, այսինքն չենք թողնում միայն խոսքի կամ գրքի մեջ, այս ամբողջը իրականություն ենք դարձնում եւ բոլոր տոները
հնարավորինս որ ծեսերը հնարավոր է ժամանակի շնչով կենթանություն տալ, այդպես փորձում են կենթանություն տալ եւ ժողովրդական ձևով տոները նշել։ Շատ լավ, ինչպես կարելի է մեր օրերում նշել Վարդավառը, բնականաբար պահպանելով տարբեր ավանդույթներ, ես շատ իսկապես կուզեի տեսնել շատ ավանդական ձևով համընդհանուր համայն ազգը օրինակ որ նշում է եւ խաղում է Վարդավառ, նաեւ ջրոցի այս դեպքում կուզեի շատ ավանդություններ տեսնել օրինակ նույն խնդոմի ծառի այդ պատրաստությունները տարբեր տեղերում կամ եւ այլն։ Ինչպես եք դուք պատկերացնում մեր օրերում ինչպես կարելի է նշել Վարդավառը։ Նա պետք է կրթական համակարգ մտնի, այսինքն մանկապարտեզից դպրոցից պետք է տեսնեն, սովորեն, որպեսզի վերականգնվի այդ մշակութային պատմական հիշողությունը սերունդի մեջ եւ հետո արդեն պետական մակարդակով դա պետք է կազմակերպվի, որովհետեւ այն ինչ որ դուք ասում եք, դա պետական մակարդակով կազմակերպելու է։ Իսկ այն ինչ որ մենք անում ենք, դա էլի որոշ չափով համայնքային է, բայց չի դառնում իրենցը։ Հա։ Բայց հիմա ներողություն ազգային մշակույթի նկատմամբ այսպես մի հատ խոսք կա մոդա է դարձել լավագույն նորը մոռացված հինն է, չէ՞։ Իրականում հետաքրքրությունը շատ մեծ է ազգային մշակույթի նկատմամբ։ Մենք մեր տարիների փորձից ելնելով կարող ենք ասել, որ ամեն տարի գնալով դեպի գնում ենք մեր մշակույթը։ Դա շատ լավ է։ Միջայլոց այդ ոչ թե սովորական հետաքրքրությունն է ու կարելի ասել ավելի շատ սով է ազգային նկատմամբ, որը հատկապես պատերազմից հետո մի տեսակ ավելի այս երևույթը ավելի մենք մեր փորձով կարող ենք ասել, այո, ավելի Օրինակ դուք գործի բերումով շատ տարբեր մարզերում եք լինում, Հայաստանի տարբեր հատվածներում եք գտնվում։ Ձեր կարծիքով Հայաստանի որ հատվածում է ավելի շատ պահպանվել եւ ավելի շատ որ հատվածում են ավանդույթներով նշում հենց Վարդավառը եւ մնացած իհարկե այլ տոները։ ավանդույթներով Տավուշի մարզում են նշում, Մարտունիում են նշում, ու այդ սարեր ուխտագնացությունների ամբողջ իհարկե ճոխությամբ չի պահպանվել, բայց շատ ճոխ, որ ուխտագնացության տեսքով բայց պատկերացրեք, որ նույնիսկ նոր տարուն Մարտունու խոպանչիները, այսպես ասած, որ չեն գալիս տուն, Վարդավառին գալիս են։ Անպայման ու բարձրանում են սարերը, կենդանիների զոհաբերություն են համարում, կապելով նոյի հետ, մատաղանել եւ այլն, այս ամբողջը անում են ու պարտադիր բարձրանում են որևէ լեռան գագաթին կամ փեշերին, այդ տոնը այդպես են նշում։ Բայց ընդհանուր առմամբ նույնիսկ Երևանում պահպանվել է թեկուզ իրար վրա ջուր լցնելու տեսքով, բայց պահպանվել է։ Դա ամենազվարճալի հատվածն է տոնի բնական։ Ամեն դեպքում սպասում են Վարդավառի։ Այո, շատ են սպասում, որ մարզերն ունեն ուխտավայրեր, որ ուխտը այդ ուխտավայրի ուխտը հենց Վարդավառին է։ Նայրան Գեղարքունիքի մարզից է։ Ուզում եմ նշել, որ Վարդենիսում եւս մեծ շուկով նշվում է եւ դա, այո, եւ դա իրենց համար շատ մեծ ուրախալի տոն է։ Երկրորդ բաներ օրինակ, որ դուք եք եկել ու պատմել, որ այսինչ բանը մեզ մոտ լինում է, եղել են այդպես։ Որովհետև սա նաև սերնդափոխության կարելի ասել նաև այո այդ փոփոխությունների։ Կարծում եմ այն ինչ որ անում են նաև գիտեն, բայց ավելի հեթանոսական որոշ փոքրիկ տարրեր են մնացել, նույն ինքը կենդանիներին զոհաբերելը, այո, մատաղանելը, որին ես անձամբ դեմ եմ, բայց ինձ իրոք հետաքրքիր ենք որ փոքր էինք, ես հիշում եմ որ մատաղացուի այդ արյունից մեր ճակատները այո, ինձ էլ տրավմատիկ է, այո, Ձեզ մոտ իրականորեն խաչն է։ Մեզ մոտ անգամ սրբավայր կա, որտեղ հենց այդ մատաղը անում են, նույն հայարփի նշած խաչը անում են ճակատին, մինչև հիմա անում են ու դա իրենց համար այսպես շատ կարևոր, այո, սրբազան։ Դա արդեն հետանոսական նկարտումներ է բնականաբար, բայց դե ազգային տարբեր սովորույթներ են եւ ժողովրդականությունը հենց սրա մասին է, որ թե ինչպիսի դեռևս նիստուկացիա է ունեցել ընդհանուր մեր ազգը, ինչպես է ուրախացել եւ այստեղ հասկանում ենք, որ այդ ծիծաղը, ծաղկաշատ լինելը, ջրառատությունը, սրանք խոսում են մեր ժողովրդի մասին եւ շատ ուրախ է եղել, օրինակ ոչ միայն Վարդավառի տոնի կապակցությամբ, այլ նաեւ համբարձման տոնը, ծաղկազարդը, սրանք այսպիսի երիտասարդական տոներ են։ Այո, երիտասարդների մասին տոներ են։
Բոլոր տոները իրականում շարժիչ ուժը երիտասարդներն են, մեծահասակները ավելի շատ հսկողի դերում են լինում։ Փորձը փոխանցողի Եվ նաև այս տոները հնարավորություն էին տալիս, որ երիտասարդները տեսնեն իրար, հավանեն, ամուսնանան, որովհետև հնարավորություն են ունեցել եւ տղաները եւ աղջիկները բարձրանալու սարերը, նաև ամբողջ գիշեր մնալու եւ կարծեմ Պերճ Պրոշան էլ հացի խնդիր ստեղծագործության մեջ այդ ճոճանակի պահն է պահպանել եւ աղջիկները ճլորտ են արել ու հարվածել են իրենց սիրած ու տղաները թափուն ականջ են դրել արդյոք իրենց սիրած աղջիկը իրապես իրենց է հավանում այսինքն բոլոր տոները միտված են ազգային կյանքը եւ ազգային հոգեվոր կյանքը դրանք երբեք իրարից առանձնացված չեն եղել ամբողջացնելու ու ավելի հայապահպան միջոցառումներ են կարելի համայնքային իսկ դուք ինչ եք կարծում մենք ունենք սերունդ ովքեր կվերցնեն ձեր տվածը եւ կփոխանցեն այո գալիք սերունդ այո միանշանակ բոլորը մեր նոր սերունդը ավելի շատ է վերցնում քան հները պահում են Ես մտածում եմ, որ եթե հներ այսինքն նախորդ սերնդի մասին եթե խոսքը, նախորդ սերունդը մեղավոր չի այնքանով, որ նրանք ականատեսն են տարբեր շատ արագ փոփոխությունների եւ շոկը այդ երկաթևարագույրը կարելի ասել այո, երկաթևարագույրը փակ էր եւ բացվեց ու շատ միանգամից եւ տարատեսակ այդ շոկը բնականաբար մարդկանց մի փոքր դիսբալանսի մեջ է դրում, բայց արդեն եկող սերունդը եւ գալիք սերունդը հստակ գիտի թե ինչ է ուզում, նախ տիրապետում է իր ավանդույթներին գոնե ինֆորմացիոն առումով կամ ուսումնասիրությունների, այնպես որ հետաքրքրասեր են հիմա գալիք սերունդը եւ դա շատ ուրախալի է։ Բախված է ինչպես է ավակ սերունդը դա փոխանցում։ Անպայման փոխանցում։ Բայց ամեն իրենց հետաքրքրություններին համապատասխան ձևով պիտի փոխանցել այդ ամեն ինչը հաշվի առնելով իրենց տարիքային առանձնահատկությունը եւ նաեւ լինելով նոր սերունդ, նոր տեխնոլոգիաների։ Որ այդ տոնացիսական համակարգը ցանկացած ազգի համար ազգային ինքնությունը պահպանելու եւ ազգային դիմագիծը պահպանելու միջոցներից մեկն է։ Դե իսկապես ժամանակը հասունանում է արդեն որպեսզի այս զրույցները տեղափոխվեն գործողության եւ այո երկու պարը հնչի մեր եթերում ավանդական Վարդավառի տոնին ընթառաջ բայց մինչև պատրաստվել է եւ ձեզ հրանցնել է սիրելի հեռուստադիտողներ ուզում ենք պատմել թե ինչպես են անցնելու կամ ինչ փառատոներ է սպասվում ընդհանրապես Հայաստանում եւ ինչպես ասում են Հայաստանում ամառը թեժ է լինելու փառատոններ ինչքան ուզեք հրաշալի վայրեր հյուսիս հարավ քաղցրամրգեր համեղ խոհանոց ու իհարկե պայծառ տրամադրություն։ Այո, մեր լրագրող Հասմիկ Կարապետյանն առանձնացրել է Հայաստանում ամսվա կտրվածքով անցկացվող տարբեր միջոցառումներ։ Ընդհանրապես ամառ անցկացնել։ Այո, ամռան հետ կապված եւ ամռանը վերաբերվող դիտենք տեսանյութն ու շարունակենք մեր եթերը։